Ողջույն։ Ինչ է բումերանգը։ Փայտ է գործիք, որը կարողանում ես նետել հեռու եւ վերադառնում է մեկնարկի վայր։ Ամենահին գործիքներից է աշխարհի, ունի չվերադարձող տեսակ, որը որպես զենք են օգտագործել հնում։ Բումերանգը վերադառնում է եւ եթե չես բռնում, շատ ցավոտ հարված է հասցնում։ Ինչ է քաղաքական բումերանգը։ Այն է, որ երբ մեկը ինչ-որ վատ բան է անում եւ հետագայում իր նկատմամբ արվում է նույնը կամ նմանատիպ բան։ Այս իշխանության օրոք շատ են արձանագրում քաղաքական բումերանգի դաժան ու ցավոտ հարվածները։ Խոսենք օրինակներով։ ԿՊ-ի ամենօգտագործելի բանը ինչն է։ Սուտը, ֆեյքը։ Գիշեր, ցերեկ ֆեյքերի են քսի տալիս մարդկանց վրա, հասարակական քաղաքական գործիչների, քաղաքական հակառակորդների, ով դուրները չի գալիս, նրանց վրա։ Ամբողջ աշխարհում դրանց այդ տեխնոլոգիայի, այդ ֆեյքերի գլխավոր անելիքը ստել տարածելն է։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ֆեյքերի ազդեցությունը հասցրել է մաքսիմումի, ազդեցությամբ կատարելության։ Այդ ֆեյքերը հրապարակում են սուտ լուրեր։ Փաշինյանը իրավապահներին ուղարկում է ոչ թե ստեր տարածողների հետևից, այլ նրանց հետևից, ում մասին այդ սուտ լուրերն են։ Սա ունիկալ երևույթ է։ Առաջ երբ ընդդիմություն էր աշխատում, ուղղակի հորինում էր, իսկ հիմա երբ իշխանություն է, համ հորինում է, համ ընթացք է տալիս։ Գնում է ԱԱՑ-ն, քննչականը, դատախազությունը հետևներից, մարդկանց բռնում, սուտ, հերկված կամ առանց պատշաճ աղբյուրի անհայտ ծագման նյութերը տիրաժավորում են իշխանական լրատվամիջոցներով, այդ թվում հարկատուներիս հաշվին հմեկով տարածում, ու իրենք կառավարության խորհրդարանի անդամները ելույթներում անխնա ցիտում են այդ ֆեյք լուրերը։ Հորինել բաներ, որոնց մարդիկ կհավատան, որքան սուտը մեծ ու լկտի, այնքան շատ խաբված մարդիկ։ Նիկոլ Փաշինյանը հաճախ է հայտարարություններ անում մամուլին հղումով։ Ուսումնասիրում ես, բարձվում է իրականում իր կուսակցական ու ընտանեկան սեփական լրատվամիջոցների անհեղինակ նյութերն են։ Վերջին օրինակը կաթողիկոսի ԿԳԲ-ի գործակալ լինելու մասին նյութն է։ Առանց կաշկանդվելու ազգային ժողովի ամբիոնից կարդում է ֆեյք լուրը, բայց բանը այն է, որ իրենք բողոքում են, երբ իրենց մասին է բան հրապարակվում։ Հանրությունը սովոր լինելով նմանատիպ նյութեր քննարկելուն ամենուր խոսում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը երբ եկավ իշխանության, արդեն միլիոնատեր էր իր փողով նյութ գրելու կամ փողի դիմաց նյութ չգրելու շնորհիվ։ Վերջերս մարդիկ խոսում են այն մասին, որ Փաշինյանը Կանադայում այլ վայրերում տներ ունի, բիզնեսներ ունի, բարեկամների անուններով է, կնոջն են վերագրում բաներ։ Լիքն են օդում կախված լուրերն այն մասին, թե քանի գործարարից ինչ գումարներ է իր հիմնադրամով պահանջում, ռեկետ են անում։ Տևական ժամանակ ինչ լուրեր են տարածվում, որ օրինակ X սուպերմարկետների ցանցը պատկանում է Աննա Հակոբյանին։ Սուպերմարկետի անունը հատուկ չեմ տալիս, որ ոչ գովազդ լինի, ոչ էլ հակագովազդ։ Նպատակս դա չէ։ Համ էլ իրենց պես մեր կապարանոց հայտարարությունների սովոր չեմ։ Եվ ուրեմն ամենուր այդ խոսակցություններն են։ Օրերս տեսա Աննա Հակոբյանը հերքում էր, սպառնում է դատի տալ։ Օրերս նաև հրապարակավ դիմեց գլխավոր դատախազություն, թե զբաղվեք այն լուրերով, որ իմ անունից տարբեր գործարարների նկատմամբ ճնշումներ են գործադրում, հետո այդ տարածքներում բացվում է այդ նույն սուպերմարկետների ցանցի հերթական մասնաճյուղը։ Երևանի Աջափնյակ համայնքում մի սուպերմարկետ էի մտել։ Ասում էին ժողովուրդը խոսում էր այն մասին, որ գնել է այդ նորահայտ օլիգարխը։ Կասաների մոտ հերթ էր։ Մարդիկ խոսում էին, որ այդ սուպերմարկետը գնել է Աննա Հակոբյանը ու եկել էին բոնուս քարտերի մեջ եղած գումարով գնումներ էին անում, որ իրենց ասելով հանկարծ չմնա Աննա Հակոբյանին։ Կուտակային քարտում 15 դրամ էր մնացել։ Մեկ անգամի օգտագործման բաժակ էր գնում։ Պետք էլ չէր իրեն, բայց զուտ նրա համար էր գնում, որ իր ասելով Նիկոլենց չմնա։ Ես չգիտեմ ում է պատկանում այդ սուպերմարկետը, այդպես ասում են տեղի խոսակցություններով։ Ընդ որում, հիմա ամբողջ թաղամասն է խոսում այդ մասին, որ այդ սուպերմարկետը Աննա Հակոբյանինն է։ Հիմա սրանք ասում են, ստերի համար դատ ենք տալիս, սուտ է թե այդ սուպերմարկետն իմն է, սուտ է թե մարդկանց ենք քարշ տալիս բերում կրթվելը նորաձև է ակցիային, սուտ է, որ մենք պետբյուջեի հաշվին թռիչքների ժամանակ աստղաբաշխական գումարներ ենք ծախսում, սուտ է թե այսքան գնանոց ժամացույց ու պայուսակ ունեմ, սուտ է, որ կղզի ենք առել եւ այլն, ու նեղվում են իբր,
որ հավատանք, որ ճիշտ է իրենք են, ոչ թե իրենց մասին լուրերը։ Հիմա Աննա Հակոբյանը հենց այն մեթոդներից է բողոքում, որը ինքը ու իր ամուսինը անխնա օգտագործել են իրենց ընտանեկան լրատվամիջոցում, ամուսինը նաև զանազան ամբիոններից է թվում ազգային ժողովի։ Օդում կախված եւ չհերկված լուրերի համաձայն արտահայտությունը Նիկոլի ամենասիրած նախադասության սկիզբն էր։ Ամենապարզ օրինակը բերեմ։ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահի իբր 4 միլիարդ, հետո 7 միլիարդ դոլար կարողության մասին ֆեյք լուրերը։ Այդ ստերը որտեղից էին տարածվում, ովքեր էին տարածում, ովքեր էին այդ ստերը առավոտից իրիկուն տարածում 10-15 տարի։ Աննա Հակոբյանը պատահաբար չգիտի։ Ձեր թերթում ստերը գրել եք, ազգային ժողովի ամբիոնից կարդացել եք։ Հիմա էլ է նույնը։ Քպական падգամավորի մասին գրում են, որ падգամավոր լինելով դղյակ է գնել, այն էլ շուկայականից էժան գնով։ Եթեր է մտնում ու փոխանակ դա հիմնավորի, ասում է Քոչարյանի փողերը։ Չէ, այդ տարբեր կուսակցությունների գրկից թռնելով Նիկոլի գիրկը ժամանակավորապես ապաստանածը թող իմանա, որ այդ տրյուկները չեն աշխատում։ Հաջորդ իշխանության օրոք իր վրա ուսումնասիրություն է կատարելու հենց այդ ապօրինի գույքի բռնագանձման վարչությունը։ Երևի հենց դրա համար էլ ատամներով պահում են իշխանությունը։ Եվրամիությանն են դիմում, որ մի բան արեք, օգնեք, մնանք իշխանության։ Բա հիմա սա այդ քաղաքական բումերանգը չի։ Ուղղակի դուք եկաք իշխանության ու չկարողացաք ապացուցել, որ այն ինչ վերագրում եք Քոչարյանին իրենն է, բայց ձեր պարագայում կգա հաջորդ իշխանությունը ու այդ ժամանակ կպարզվի, այդ սուպերմարկետները ձերն են թե չէ։ Կպարզվի, հագած ամեն մի շորը ոնց է գնվել, կպարզվի որտեղից է, որտեղ ինչ փայ ունեք։ Գուցե վաղը հերթ կանգնեն բիզնեսմենները ձեր դեմ ցուցմունք տալու համար։ Փաստվել է, որ ինչ դուք եք մարդկանց վերագրում, սուտ է, բայց ձերը հələ որ մենակ դուք եք ասում, թե սուտ է։ Երբ լուրեր են տարածվում, թե գործարարներին ստիպել են գումար մուծվի Աննա Հակոբյանի հիմնադրամին, բնականաբար հերքում եք, բա հո չեք հաստատի, բայց մարդիկ տեսնում են, որ ձեզ չընդունող գործարարները մուծվում են, խոսակցությունները հանրության մեջ պտտվում են, որ պեկը տուգանում է 100 միլիոնավոր դրամներով, եթե մուծվում են Աննա Հակոբյանի հիմնադրամին, միառժամանակ հանգիստ աշխատում են։ Աննային քերքում են, բայց չէ որ ժողովրդին սովորեցրել են տարիներ շարունակ, որ ինչը մամուլը գրում է, ժողովրդի մեջ պտտվում է, ուրեմն ճիշտ է։ Կառավարության նիստում է Նիկոլն ասում, որ եթե մի բան լսում ես միաժամանակ մի քանի տեղից, ուրեմն իրական հիմք կա։ Հիմա որ կողմ պտտվում ես, ասում են Աննա Հակոբյանը սուպերմարկետների ցանցունի։ Նիկոլն է հորդորում, որ հավատանք։ Ժողովուրդն է ասում, բա որ ափաշկարա սրանցից խլում են, նրանցից փայ են մտնում, տներ ու բիզնեսներ են առնում, բա թաքուն ինչեր են անում։ Մարդիկ ասում են, եկել չի եկել, տարին 1 միլիարդ դոլար փող ես վերցրել, պարտք, պետության վզին, բա ինչի մենք չենք տեսնում ինչ ես արել, արդյունքը ուրա։ Քոչարյանը 200 միլիոն քրքից բերեց, սաղ երկիրը ծաղկեց։ Ինչ ես արել այդ 7 միլիարդ դոլարը տոնածառ ես առել։ Մեկ էլ ասֆալտի մասին մի խոսեք, Քոչարյանի վախտել էին անում, գուցե ավելի շատ, ասֆալտ չէին անում մենակ, ճանապարհ էին կառուցում, այդ դուք եք մենակ ասֆալտ անում։ Կարճ ասած, հավատալ Աննա Հակոբյանի հերքումներին թե ոչ։ Ես մի պահ ուզում էի հավատալ, բայց օրերս մի հատ հոդված աչքովս ընկավ, որը ինձ ստիպեց հերքումներին չհավատալ։ Գիտեք ով է հոդվածի հեղինակը։ Նույն ինքը Աննա Հակոբյանը։ 2006 թվականի մարտ ամսվա համարներից մեկում իրենց թերթի հոդված է գրում Ռոբերտ Քոչարյանի ու Արցախի թեմայով բանակցությունների մասին։ Լուրեր շրջանառվեցինը այստեղ սարքում է նյութի հիմք ու ամբողջ հոդվածը կառուցում է այդ շրջանառված լուրերի հիման վրա։ Ապա գրում է ուշադրություն, Աննա Հակոբյանի հոդվածից եմ ցիտում։ Այս լուրերը իհարկե մի քանի անգամ հերքվեցին, բայց լրագրողները ավելի շատ բուն լուրերին են հավատում, քան հերքումներին։ Գրել նա։ Հիմա նույն Աննա Հակոբյանը մեզ ասում է, այդ մեր ունեցվածքի, սուպերմարկետների, բիզնեսների մասին ինչ գրել են, հերքում ենք։ Նույն Աննա Հակոբյանը մեզ ասում էր, մենք ավելի շատ բուն լուրերին ենք հավատում, ոչ թե հերքումներին։ Այո, բումերանգը հատկապես սխալ նետված, չափազանց ցավոտ է վերադառնում։